բարոյականության, ուրացման, դավաճանության խարանից, նաև դեմ քրեական պատասխանատվության են վստահաբար վաղ թե ուշ ենթարկվելու։ Իսկ ես կարծում եմ, որ մենք ընդհանրապես մենք բոլորս բացի այն, որ մղձավանջի եւ խելագարության եզրին է ապրում ողջ հայ ժողովուրդը, բայց նաև ես իրականության մեջ մի լուսավոր բան եմ տեսնում, որովհետեւ արցնացումի եւ զտումի գործընթաց ենք ապրում եւ այնուամենայնիվ հայ ժողովրդի մեջ ես հետևում եմ նաեւ լրահոսին այսօր շատ մարդաշատ իրական պատարակները, ես ոչ թե հերձվածողներին նկատի ունեմ, այլ իրական պատարակները եւ մեր ժողովրդի հոց ներկայությունը մեր լուսավոր էստոնի խոսում է այն մասին, որ հայ ժողովուրդը չի հանդուրժելու, որպեսզի սասանվի մեր ինքնության ամենակարևոր խարիսխը նկատի ունեմ հայ առաքելական եկեղեցին եւ մեզ պիտի հաջողվի այսօր եկեղեցու հեղինակության շուրջ, որտեղ ազգային միակ հեղինակությունը հակառակեց բոլոր ասպատակություններին շարունակում է մնալ եկեղեցին եւ մենք մեր մեջ ինքնահայացություն կգտնենք եւ համախմբում ենք միասնականության ճանապարհով կասեցնելու այս անկումը։ Ինքնավստահից չի կարծում, որ խնդիրներ այնուամենայնիվ կան, որովհետեւ 3-11-րդ եպիսկոպոսը միացավ, նաեւ քահանաներն են տարբեր խնդիրների մասին բարձրաձայնում։ Այդ ձեր կարծիքով այնուամենայնիվ եկեղեցին նորոգման կարիք չունի։ Եթե ես ինձ թույլ չեմ տա եկեղեցու նորոգման մասին խոսել կամ դատել մի բանից, որից ես չունեմ տեղեկություններ, բայց ես եւ նաեւ առհասարակ մեր ժողովուրդը գիտի, որ մեր եկեղեցին 1700-ամյա հայ եկեղեցին ունի իր կանոնակարգերը, ընթացակարգերը եւ ունի սեփական մաքրման այդ ամբողջ մեխանիզմները եւ ճանապարհները։ Եկեղեցու եւ եկեղեցին իմ հավատի հանգրվանն է, հավատի տարածքն է, բայց ոչ իմ կողմից քննության։ Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ խառնվում է պետականությանը մտցրել է եկեղեցու գործերի մեջ, ստորագրել է իբրև վարչապետ։ Նիկոլ Փաշինյանը վաղուց հանդես չի գալիս որպես հավատացյալ։ Ինքը իր սեփական սահման հավատի մասին։ Այդ իր անսահման հավատը պարբերաբար եւ մշտական հայտարարությունները ստի մանիպուլյացիաների, դավադրության, ուրացման, հաջողորդին խեղելու եւ մեր բարոյական եւ մյուս արժեքները սասանելուն են ուղղված եւ մեր պետականությանը։ Նիկոլ Փաշինյանին ինքան կուզենա այս պահին իր անունը չհնչել է սուրբ տարածքում, իսկ եթե մեր եկեղեցին ունի վերանորոգման, կազդուրման, հոգենորոգման խնդիրներ, դա իր ներքին կանոնադրության խնդիրն է, ոչ թե մեր։ Նիկոլ Փաշինյանը ոնց չի ուզենա այդ անունը հնչել այսօր այս սրբազան տարածքում, ցավոք սրտի վաղուց նրանից որևէ դրական բանի չեմ սպասում, մի մարդ, որի քաղաքական հետագծում արյուն ավեր կործանումներ է, եւ ես տեսնում եմ, որ իր վերջին այդ 10 հոգուն հերթական ուրացման եւ դավաճանության սեղանի շուրջ հավաքելը, որը ինքնին հակասահմանադրական գործունեություն է, նրանք բոլոր կարմիր գծերն ու տաբուները խախտել են։ Ես կարծում եմ ունակ են շատ բաների, բայց գնալով իր թափառախմբի նվազող կազմը ցույց է տալիս, որ իրենք ժողովրդական հենարան չունեն եւ ինչքան ոստիկանությանը տարբեր գույնի բերետավորներին, ԱԱԾ-ին խառնի, ինչպես հիմա Թալինում եմ լուրերին հետևում եմ, տեսա, որ փոխոստիկանապետով գրողում են Թալինի եկեղեցին, էսա նրանց ձեռագիրը, անբարոյականության զավթիչի թուրք քոչվոր ասպատակողի ձեռագիր։ Այնպես որ ես կխուսափեմ ասել, թե զսպանակ ունեն, սա կարմիր գծեր եւ տաբուները հատած քաղաքական ուժի նկարահանումն է։